Սահմանափակ պատասխանատվությամբ 3 ընկերություն չունենալով կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա, իրականացրել են արտարժույթի առուվաճառքի գործարքներ։ Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100,000 դրամը գերազանցող առք ու վաճառքի գործարքը բաժանել է երկու մասի, որով ևս խախտվել է կենտրոնական բանկի հաստատված կարգի պահանջները։ ԵՒս երկու ընկերություն թաքցրել է շուրջ 60 միլիոն դրամի հարկվող շրջանառություն։ Արդյունքում պակաս է հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել 11 միլիոն դրամ հարկ։ Պետական եկամուտների կոմիտեն ձեռք բերված տեղեկությունները տրամադրել է նաեւ կենտրոնական բանկ, խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Հայաստանը եւ Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների եւ այլ ոլորտներում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։ Հայաստանը գտնվում է նոր բարձր տեխնոլոգիական ռազմավարության մշակման եզրափակիչ փուլում։ Այս մասին հայտարարել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսվա ընթացքում եւ նոր ուղղություն կհաղորդի երկրի տնտեսական զարգացմանը։ Առանցքային շեշտադրումը հումքային մոդելից հրաժարվելն է։ Ունենալով ռեսուրսային բազա, Հայաստանը մտադիր չէ սահմանափակվել հումք մատակարարողի դերով։ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակներում շարունակվում են ծրագրով նախատեսված տնկիների տրամադրման եւ ծառատնկման աշխատանքները։ Այցերի ընթացքում շահառուներին ներկայացվում են ծառատնկման, հետագա խնամքի եւ մշակման արդյունավետ եւ ճիշտ մեթոդները, ապահովելու ծրագրի կայունությունն ու բարձր արդյունավետությունը։ Միացյալ Նահանգները կբարձրացնի Եվրամիությունից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25%, նախկինում համաձայնեցված 15%-ի փոխարեն։ Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել է, որ միությունը չի կատարել Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի պայմանները։ Եվրոպական հանձնաժողովն էլ մերժել է Թրամփի պնդումը։ Հանձնաժողովը հայտարարել է, որ կպահպանի Եվրամիության շահերը պաշտպանելու բոլոր տարբերակները, եթե Վաշինգտոնը խախտի համաձայնագրի պայմանները։ Չինաստանը դիմել է աննախադեպ քայլի, պաշտոնապես հրահանգելով իր ընկերություններին անտեսել Միացյալ Նահանգների պատժամիջոցները։ Ավելի վաղ Պեկինը պարբերաբար քննադատում էր Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները, դրանք անվանելով ոչ լեգիտիմ։ Սակայն գործնականում Չինաստանի կառավարությունը ոչ պաշտոնապես թույլ էր տալիս իր խոշորագույն կորպորացիաներին պահպանել դրանք սեփական տնտեսության վրա հարվածից խուսափելու եւ Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգին կենսական հասանելիությունը պահպանելու համար։ Այժմ խաղի կանոնները փոխվել են։ Ճապոնական ավտոարտադրող Nissan կոնցեռնը կկրճատի աշխատատեղերի 10%-ը Եվրոպայում եւ կմիավորի 2 արտադրական գիծ Անգլիայի Սանդերլենդ քաղաքում գտնվող գործարանում։ Աշխատանքից կարող են զրկվել շուրջ 900 աշխատակից Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում։ Նման գործողությունների նպատակը ֆինանսական դժվարություններին դիմակայելն է, որոնց բախվել է կոնցեռնը։ Աշխարհում գրեթե յուրաքանչյուր 4-րդ աշխատատեղ, շուրջ 838 միլիոն հաստիկ, հավանաբար ենթակա է գեներատիվ արհեստական բանականության ազդեցությանը։ Ամենամեծ ռիսկի տակ են երիտասարդ աշխատողները, կանայք եւ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետները։ Այս մասին հայտարարել է Bank of America-ն, հողումանելով աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներին։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ գերակշռում է մտավոր աշխատանքը, այս ցուցանիշը կազմում է աշխատատեղերի 33.5%-ը, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում այն ընդամենը 11% է։
Հայաստանի Հանրապետությունում ընթացող համակարգային փոփոխությունների զգալի մասը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների ֆինանսական կայունությանը։ Այդ գործընթացների կիզակետում ծախսերի օպտիմալացումն է, որի առանցքային ուղղություններից մեկն այսօր համայնքների խոշորացումն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերի մի շարք բնակավայրեր կմիավորվեն։ Սա պարզապես վարչական վերաձևում չէ։ Նախարարությունից վստահեցնում են, որ նոր մոդելը թույլ կտա կտրուկ բարելավել տնտեսական վիճակը ու ընդլայնել կապիտալ ծրագրերի աշխարհագրությունը, դրական տեղաշարժեր ապահովելով բնակիչների սոցիալական կյանքում։ Մոտավորապես տասնապատկվել է կապիտալ ծրագրերի ծավալը համայնքների կողմից իրականացվող կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեփական եկամուտների մակարդակը եւս բազմապատիկ տեմպերով աճել է եւ վստահ եմ, այս նույն արդյունքները մենք տեսնելու ենք այս համայնքներում։ Մի փոքրիկ օրինակ բերեմ, օրինակ խոշորացող համայնքներից որոշներում աշխատավարձի ֆոնդը ավելի մեծ է, քան իրենց սեփական եկամուտները։ Սա հստակ ցուցիչ է, որ այդ համայնքը արդեն պետք է գնա խոշորացման։ Տնտեսական վերափոխումներին զուգահեռ պետական գանձարանի համալրման կարևոր աղբյուր է դառնում նաև արդարադատության իրականացումը։ 2024-ի վերջից մինչև 2025-ի ավարտը քրեական տարբեր վարույթների շրջանակում վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել շուրջ 40 միլիարդ դրամ։ Դատախազության տվյալներով նախորդ տարում քրեական վարույթների ավարտի ցուցանիշն աճել է գրեթե 10%-ով։ 25 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Այդ թվում մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք թվարկումը կարելի է շարունակել։ Իրավական ոլորտի դրական միտումները հաստատվում են նաև կոռուպցիոն հանցագործությունների նվազմամբ։ Երկրորդ տարին անընդմեջ այս ցուցանիշը գրանցում է անկում։ 2024-ին կոռուպցիոն հանցագործությունների թիվը կազմել է 1116, 2025-ին 996, 32 գործով 55 անձ արդարացվել է։ Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների համեմատ 25 թվականին 2.5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համամասնությամբ։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9.2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին։ Թե համայնքների խոշորացումը եւ թե ապօրինի միջոցների բռնագանձումը չափվում են ոչ միայն միլիարդավոր դրամներով կամ չոր վիճակագրությամբ, այլ քաղաքացու կյանքի որակի փոփոխությամբ։ Պետական բյուջե վերադարձված տասնյակ միլիարդները եւ կառավարման նոր մոդելները կլինեն արդարացված միայն այն դեպքում, երբ օրինակ Սյունիքի, Վայոց ձորի կամ Լոռու մարզի հեռավոր բնակավայրի բնակիչ իր առօրյայում զգա այդ կապիտալ ծրագրերի իրական ազդեցությունը։ Հայաստանն անցնում է տնտեսական ու իրավական վերափոխումների միջով, որտեղ արդյունքների վերջնական գնահատականը կտա ժամանակը։ Ազգային ժողով ներկայացված նոր օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որ ոստիկանության բոլոր ծառայողները կարողանան բնակարան կամ բնակելի տուն կառուցելու կամ ձեռք բերելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից, իսկ դրանից օգտվելու կարգը եւ պայմանները կսահմանի կառավարությունը։ Նախագծի հեղինակների կարծիքով նման փոփոխությունը կբարելավի կադրային քաղաքականությունը։